Են ցավը որ ապրել ենք, ես չեմ ցանկանա որ հայ ժողովուրդը նորից է ցավ վերապրի։ Որովհետև քիչ առաջ որ ասեցին, պայքարը դա հենց նենց չի, մարմնավորած մարդ իծնե մայրական կաթով ներածծում իր ամբողջ երակները եւ այսպես շարունակ։ Բոլորը հիշում եք Հովհաննես Շիրազի։ Ես այն ժամանակ եղել եմ Հովհաննես Շիրազի խմբի մեջ, որտեղ ինձ հեռացրել են ինստիտուտից, որ ինչ որ ոստիկանի կապիտան Բատիկյանն ա եղել շրջանայինում, որ սկսել են քաշքշել անորեն, ասեմ անորեն, որտեղ ինքը չի տախել։ Եկել եմ այնտեղ որպեսզի հանգստացնեմ, ասեմ այդպիսի բան գոյություն չունի, ես էլ եմ կալանավորվել 10 օր։ Ինչ եմ ուզում ասեմ, հաշվենք Արցախը չկա, բայց այսօր մենք պետք է փրկենք Հայաստանը։ Հայ ժողովուրդը աշխարհով մեկ սփռված է։ Դուք չգիտեք ինչ է նշանակում կարոտ։ Կարոտ է մախլերներից, մամրակալած քարերից, երանի թե գյուղում լինեմ, հարսանիքում պարելից։ Աստուծուն շատ եմ աղոթել, գյուղին անչափ կարոտել, թողեք ապրեմ ես իմ տան, մահ եմ ուզում հավիտյան։ Կարոտեմ ճամփեքը հանդի, վախենում եմ տունս թուրք քանդի, ախ երբ կգա պայծառ մի օր որ կռիվը հանդարտվի։ Լռում եմ ես ամոթից, ներնում եմ երեխոց կարոտից, չկա մեկը որ հսկեր, դուրս են մնում խրատից, գաղթվածների սենատում, քարոզանքով խրատում, ինչքան կարող ես համբերես, չէ որ մեզ են թևատում։ Փակվել է հայի բախտը, տարածվել է քոսն ու դեղնախտը, փախստականները բան չունեն ուտելու, գողերն են ընկել դրախտը։ Կրակում են մարդում առաջ գնացողին, կամ թե չէ, ինչպես ճշմարիտ խոսողին, ով կարող է արգելել անմեղ մարդուն ծեծողին։ Պարտքը սպարտքին ավելացավ, պարտքատերը ուրախացավ, ախ որտեղից չարեմ, ես արդեն տարին լրացավ։ Էժանացել է կյանքը մեր, մարդիկ ապրում են ահաբեր, գյուղիս կարոտն եմ քաշում ու սպասում անհամբեր։ Այսքանը ես գրել եմ 93 թվականին, երբ որ մեր գյուղը 8 ամիս գտնվում էր ազեիների ձեռքին։ Կարոտը այնպիսի բան է, կարոտախտով մենք բոլորս մանալով ենք։ Եթե նույնիսկ գիտեք, որ չենք վերադառնալու Արցախ, ապա մի խոսեք, թողեք մարդիկ դանդաղ մահանան ու հույսները չկտրած, որ հետ ենք վերադառնալու Արցախ, սա է մեր բոլորիս նպատակը, այլ ոչ թե ուժով, այսօր չենք կարա, որովհետև մենք տկար ենք աշխարհի, բայց ես կոչ եմ անում ամբողջ աշխարհին, որտեղ աշխարհ գոյություն չունի, գերտերություններ գոյություն ունեն, խաղաղությունը բերում է հզորները, այլ ոչ թե տկարները, ինչքան էլ ուզես խաղաղություն ուզես, նրանից է կախված, կուզի կբերի, կուզի չի բերի։ Այսօր նայեցիք, երբ գերտերություններ իրար են բախվում, աշխարհն արդեն խառնում է, չգիտենք Հայաստան, ամբողջ երկիր, մնալու ենք թե չէ, դրա մասին մտածենք ընկերներ, եւ համախմբվենք, քիչ առաջ ասեց, նոր, հին, իմ համար գոյություն չունի, ով որ եղել է կաշառակ էր, նա պիտի նստի, անկախ նրանից որտեղ որ կա։ Կյանքում ես կաշառք չեմ վերցրել ու չեմ էլ ուզում, միշտ աշխատել եմ լինել գյուղացու կողքին, հասարակ մարդու կողքին եւ հասել ենք այս նպատակին։ Սխալը մեր բոլորինից է, առաջինը հայ ժողովրդին, նոր մնացածը դավաճաններին։ Շնորհակալություն լսելու համար։ Մեկ հարց ունեմ, ներեցեք, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ առհասարակ փախստականների թեման փակ է, քանի որ դա կարող է խանգարել խաղաղության օրակարգին, ինչ կասեք։ Ես մի րոպե, ինձ մի խանգարեք, հարցը ինձ ա ուղղված։ Ես արդեն չեմ ուզում ոչ մեկին լսեմ, որ Արցախի մասին որ խոսում են։ Քիչ առաջ մեր Իսրայելյանը նշեց։ Եկեք բոլոր խոսակցությունները դնենք մի կողմ։ Այսօր ճիշտ է Հայաստանը զբաղված է ընտրությունով։ Ինչ ուզում են անեն, չանեն։ Ես ցանկանում եմ մի այլ մարդ, որը որ կյանքում չի խառնվել վարշեմ ղեկավարության հետ։ Ինքը լինի առաջնորդ, դուրս անի այս վիճակից, ով որ գա, մեկը դժվար է լինելու այս ձեր ցավը տանեմ, որովհետև թուրքին ես եմ ճանաչում, 6 տարի աշխատել եմ իրանց հետ, գլխավոր ինժեներ եմ աշխատել այնտեղ։ Դժվար է իրանց հետ, իրանք քեզ հետ ուրիշ բան են ասում, մեջքիդ խփում։ Տեսար Ռուսաստանի հետ ինչ է կատարվում։ Արդեն բացահայտ ասեց, որ Ուկրաինային օգնելը սկսեց արդեն խփել այնտեղ։ Վարվեցեք այն ուժի հետ, ովքեր որ կարող են մեզ փրկեն
Այսօր մեր Հայաստանի փրկությունն է պետք, այլ ոչ թե պաշտոնակռիվ տալը։ Այսօր եթե սա կուսակցություններով գնան, ոչ մեկը չի ընտրվելու։ Բայց ես ասում եմ, որ հետև չեն համախմբում։ Ամեն մեկը ձգտում է որպեսզի ինքը լինի ղեկավար։ Այդպիսի բան գոյություն չունի։ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ անդրադառնալով ընտրություններին չբացառեց, որ խորհրդան անցնելու են իրենք, Սամվել Կարապետյանի մեր ձևովը եւ քաղաքացիական պայմանագիրը։ Ինչ կասեք։ Ես ոչ մեկի նկատմամբ բան չունեմ ասելու, բայց Ռոբերտ Քոչարյանը չի մտածել, որ կարող է այլ ուժեր հայտնվեն այդտեղ։ Չի կարելի նշել իմեննոյ, որ ով է գնալու այնտեղ։ Չի ստացվում։ Ինչ կիմանաս, քանի մարդ է մասնակցելու այնտեղ։ Հայաստանը այդքան էլ կորած չի։ Կարող է մեկի կուսակցություն, այսօր 100 կուսակցությունից ավել մարդ կա։ Կարող է հենց առաջ գա այն կուսակցությունը, որը հաղթելու է։ Եթե ԿՊ չանցնի, Արցախցիների վերադարձի հարցը կդառնա օրակարգում առաջնային հարց։ Ոչ թե կդառնա, այլ պետք է միջազգային հանրության մեջ վերակենդանացնվի այդ հարցը, որովհետև այնտեղ միջազգային հանրությունը ճանաչել է, որ Արցախը անկախ է, բայց տեր չի եղել, հասկանում եք։ Նույն հների ժամանակ 5 շրջանը պիտի հանձնեին, 2-ը մնային, ժողովրդի հետ ոչ մեկը աշխատանք չի տարել։ Չի տարել, որ ասես այս բանկը համաձայնեք, թե չէ։ Գախնի են պահել ամեն ինչը, բայց գախնիությունը մի օր արդեն վերահանվում։ Ես ոչ մեկի նկատմամբ ազնական հաշիվ չունեմ։ Ես իմ պայքարում եմ իրավունքները վերականգնման համար, որը զրկվել եմ այնտեղից մինչև ստեղ, թե մինչև ուր, չգիտեմ։ Եկեք հաշտությամբ իրար հետ համակերպենք եւ ապրենք առաջ անցնենք։ Ազգը փրկենք այս վիճակից։ Սա է իմ խնդրանքը, որտեղ ես հերատես մարդ եմ։ Ես եղել եմ գուշակ։ Ես գիտեմ 10 տարի առաջ ինչ որ գրել եմ այսօր ստացվում է։ Եկեք համախմբենք, այլ ոչ թե լսնենք բանտերը, բանտերով լսնելով չի լինի, թուրքն էլ է մեզ համար բանտ կառուցել։ Եվ ասում է այսօր ես ուղղակի հաշվի առնելով որ Ալեն Սիմոնյանն ասում է, ի՞նչ է առևտուր կանենք։ Արցախցին 9 ամիս մնացել է շրջափակման մեջ, Աղդամի կողմից բաց են արել, բայց մենք չենք ընդունել, չենք ենթարկվել։ Դե գնան դեղ, ով ուզում է թող գնա Ադրբեջան, այնտեղ նստածները ես սաղի հետ աշխատել եմ։ Երկու ղեկավարի հետ կյանքում չի եղել մի հարցով որ դիմեմ նրանք ինչ չի ասեն, որտեղ ես մաքուր մարդ եմ եղել։ Ես ինչ ասել եմ իրանք հավատացել են։ Հիմա այսօր այնտեղ դատում են հայ ժողովրդին, հայ ժողովուրդ լավ հասկացեք, թե կաշառակեր են, թե ինչ են, ես ոչ քննիչ եմ, ոչ դատավոր։ Բայց ես գիտեմ որ հայ ժողովուրդին են այնտեղ դատում։ Ռուբեն Վարդանյանը ով է եղել, բարերար մարդ։ Ինա ինչ կապ ունի, ոչ մի բանի հետ։ Այսօր ոչ շատանում են բոլոր արձանները։ Եկեք էմոցիոնալ չխոսենք, ստապ նստենք մի այնպիսի տեղ, բոլոր ազգի մեջ ունենք ամեն խելոք, ամեն ուղղությունով, տնտեսագետ, փորձառու մարդիկ, վեր հանեն այս սխալները, ասենք լավ, այս սխալները դնենք մի կողմը, եկեք առաջ անցնենք լավ ուղեղով, որպեսզի ազգը փրկենք։ Հիմա այսօրվա ակցիայով ինչ ակնկալիքներ ունեք, հատկապես որ Փաշինյանը այստեղ չի, կառավարությունում չի։ Փաշինյանը այստեղ լինելը այնքան չկարևոր, ինչքան մեր արցախցիները։ Ուր են մեր արցախցիները։ Ամեքը այնտեղ ով հարուստ է եղել, եկել այստեղ տուն առել, եւ չի էլ մտածում մեր համար, հələ որ նայես այնա բացած հարուձևի եսիմ անհաձեռնարկատերեր են, աշխատում են։ Պիտի աշխատեն, ես չեմ ասում, աշխատանքն է մարդուն բերում այս աշճանի հասցնում, բայց այդ աշճանի որ թողնեն, հեռանան, իրանք մոռանան իրենց իրավունքները, այս է ինձ տանջում։ Գոնե խոսեք ձեր իրավունքներից։ Մենք ինչ կարանք անենք, հասարակ ժողովուրդ ենք, ցավը տանեմ։ Մենք ընդամենը կարող ենք մասնակցենք այդպիսի բանի, լսենք տենանք ինչ է կատարում, այսօր չենք կարա, հետագայի մասին եմ ես խոսում, որովհետև դժվար է, այսօր չենք կարողանում որպեսզի համախմբենք, ազգը դարձնենք, ոտքի կանգնենք, այլ ուր մնաց որպեսզի այսօր Արցախ վերադարձնենք։